Բարի առավոտ հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախամարով։ Հայ գերիների դատավարությունն ավարտվել է, Բաքվի դատարանում հնչում են վճիռները։ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարն ազգային ժողովում է, իսկ դրսում ակցիա էր աջակցություն քաղբանտարկյալներին։ Հայաստանի Հանրապետությունում այլևս ասած խոսքը քրեականացված է։ Ամերիկյան ընկերությունն արդեն Հայաստանում է, ինչ առաքելությամբ են եկել։ Վարույթ կաթողիկոսի դեմ դատախազությունը պատասխանել է հարցմանը։ Քրիստոնեական կազմակերպություններին մտահոգում է պաշտոնական Երևանի հակաեկեղեցական քաղաքականությունը, հայտարարություններ են տարածել։ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություններն ավարտվել են, հնչում են վճիռները։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին դատապարտել են ՑՄՀ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկմամբ, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ՑՄՀ ազատազրկել։ Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են, գրել է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը։ Նրա խոսքով այն իրավական որևէ հիմք չունի եւ բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շարժման նպատակի, ուղղված Հայաստանի ու Արցախի դեմ։ Հայաստանի իշխանությունները եւ միջազգային հանրությունը պետք է միջամտեն եւ հստակ դիրքորոշում հայտնեն։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն եւ երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն, սակայն սա կարող է եւ վնասում է ժողովուրդների խաղաղ համագեցությանը։ Մինչեւ վերջին մարտն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում։ Բաքվի դատարանը վճիռ է կայացրել նաև մյուս հայ գերիների վերաբերյալ։ Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել են 18 տարի ազատազրկման, Դավիթ Ալավերդյանին 16, Մադադ Բաբայանին եւ Մելիքսեթ Փաշայանին 19 տարի, Գուրգեն Ստեփանյանին, Վասիլ Բեգլարյանին 15 տարի ազատազրկման։ Մեկ տարի առաջ հունվարի 17-ին Բաքվի դատական թատրոնը մոտենում է ավարտին։ Ադրբեջանը կեղծ գործեր կարելով մեր հայրենակիցներին ապօրինաբար պահում է բանտում։ Նրանց ազատ արձակման հարցը առաջնահերթություն է, որի մասին խոսում են ընդդիմադիր գործիչները, սփյուռքի կառույցները, գործածում են իրենց կապերն ու տարբեր ամբիոններից բարձրացնում գերիների վերադարձի հարցը։ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանն անցած շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի նախագահ կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ հանդիպման ընթացքում Գալստյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը, շեշտելով, որ առանց հումանիտար խնդիրների լուծման հնարավոր չէ տարածաշրջանում հասնել կայուն եւ երկարատև խաղաղության։ Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի գործը դատարանն առանձին է քննում, հեռախոսով զրուցել է կնոջ հետ։ Նա խնդրել է Ալբերտ Քամյուի ընդվզող մարդը էսեից մի միտք մեջ բերել։ Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Բաքվի բանտում ոտնահարում են մեր հայրենակիցների իրավունքները, Արցախից բռնի տեղահանվածներին զրկել են վերադարձի իրավունքից։ Իսկ ինչ վիճակում են օկուպացված Ստեփանակերտից վերջերս վերադարձած մեր հայրենակիցները։ Մինչև այս պահը հայտնի էր, որ Երևանի եւ Բաքվի պայմանավորվածության համաձայն Ստեփանակերտից Հայաստան էր տեղափոխվել 11 հայ եւ այնտեղ մնացել է 1 բնակիչ, որը պարզապես չէր ցանկացել գալ։ Մեր խմբագրությանը հաջողվել է պարզել, որ Արցախում մնացել է ոչ թե 1, այլ 2 հայ, որոնցից մեկը պարզապես անհետացել է Հակարեի կամուրջն անցելիս։ Ով մնաց կամուրջից այն կողմ, Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժում։ Այս միակողմանի դարձած ճանապարհով Հակարեի կամրջով անցան Արցախում մնացած վերջին հայերը։ 11 մարդ։ Նրանք չգիտեին ուր են գնում։ Ասում են, իրենց պարզապես նստեցրել են մեքենան ու տարել։ Ամբողջ ճանապարհին հարցրել են. ուր են տանում։ Բայց պատասխան չեն ստացել։ Միայն այստեղ, Հակարեի կամրջի վրա, փաստաթղթեր ստորագրելիս են հասկացել։
տեղափոխվում են Հայաստան։ Սակայն այս անգամ եւս Հակարիի կամուրջը ոչ բոլորը անցան։ Ստեփանյան 73-ամյա Լարիսա Ստեփանյանն է, այն հայերից մեկը, որը մնացել է Արցախում։ Լարիսան 2020-ի պատերազմից հետո տեղահանվել էր Հադրութից, ապրում էր Ստեփանակերտում։ Մնացել էր մեկ ցանկությամբ, ուզում էր իր տուն վերադառնալ։ Լարիսայի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Արցախից վերադարձածները պատմել են, որ վերջին պահին կինը պարզապես անհետացել է։ Ադրբեջանի ոստիկանները սկսեցին ակտիվ ման գալ նրան, բայց մի 3-4 րոպեից հետո ինչ որ այդ մանգալը վերջացավ, ասեցին ինչ որ զարմանալի կերպով էլ չխոսացին ու ավտոյում ինքը չհայտնեց այդ կինը։ Կաշկա Դեստիլ Պրվացալում, Արցախում է մնացել նաև ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Միշա Գրիգորյանը, որին հաճախ կարելի էր տեսնել դատարանի դահլիճներում տարբեր ցուցմունքներ տալիս։ Գարիկը մագազինները Մելոջան։ Ստեփանակերտցիները նրան ճանաչում էին Գիպսի Միշիկ անունով։ Ի տարբերություն 11 մյուս հայերի, Միշան երբ հասկացել է, որ Հայաստան են տեղափոխում, հրաժարվել է գալ։ Նա աղաչեց ուղակի, ոստիկաններն Ադրբեջանի նույնիսկ շեշտել են, որ գնա, թե չէ մերոնք են քեզ այստեղ սպանելու, ասեց լավա ձերոնք սպանեն, քան թե մերոնք։ Այդքանը լացեց, իրան ջղայնացին, գցին ուրիշ ավտո ու հետ տարան։ Տիգրանին այս պատմությունները պատմել է նրա ընկերը, Գագիկը, որը Արցախից տեղափոխված 11 հայերից մեկն է։ Վերջին ամիսները Ստեփանակերտում մնացած մեր հայրենակիցների համար դժոխք են դարձել։ Նրանց փակել են դղյակ հյուրանոցում։ Վերջին ամիսների ընթացքում բավականին խիստ պայմաններում են պահվել, հատկապես գիտեք Կարեն Ավանեսյանի դեպքից հետո եւ գիտեմ, որ բոլորին կենտրոնացրել են մի վայրում են պահում առանց տեղաշարժման հնարավորության կամ առանց տեղաշարժի ազատության, խոսում են նրա մասին, որ սննդի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կային, երբ որ հարազատների հետ են խոսում, բոլորն էլ ասում են, որ իրենց հարազատները հյուծված են կամ ոչ այդքան լավ առողջական կամ ֆիզիկական իրավիճակում են գտնվում։ Իսկ ուր է Ֆրեդը։ Ինչ վիճակում է կորացած մեջքով միայնակ տղամարդը, որն անդադար շրջում էր քաղաքում եւ հաճախ դառնում ադրբեջանցիների ծաղրի թիրախ։ Մի հատ հետաքրքիր պատմություն էլ պատմեց, ասեց ես ու Ֆրեդը գնացինք Ֆրեդենս տուն, տեսանք մի հատ բարձր բոյով թուրք կրացած ինչ-որ բան է թալանում, ասեց Ֆրեդը գնաց վազելով հետևից կացով տվեց, ֆորած այդ թուրքը ասում ասենց, իմիջալոց Ֆրեդը հայհոյում էր, դրա համար էլ մեկ-մեկ ծեծում էին իրան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի փոխանցմամբ տեղափոխվածների մեծ մասն այժմ գտնվում է Աղվերանի հյուրանոցներից մեկում։ Իմ տեղեկություններով ոչ բոլորն են իրենց ընտանիքներին միացել, մի քանիսը գտնվում են, եթե չեմ սխալվում, Աղվերանում, կացարան պետության կողմից տրամադրված կացարանում, անկեղծորեն չգիտեմ, թե ինչպես է որոշվել, թե ով է գնում կամ ով է մնում։ Ստեփանյանի խոսքով մեր հայրենակիցներից շատերը 3 տարի շարունակ եղել են ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ եւ այսօր առանցքային նշանակություն ունի նրանց հասարակության մեջ վերաինտեգրելու խնդիրը։ Հետևաբար այդ անձանց այդ հայտարարությունները պետք չի որևէ ձևով դիտարկել նրանց նկատմամբ որևէ վատ վերաբերմունք ձևավորելու համար, սա իմ կարծիքն է եւ ես հորդորում եմ մարդկանց, որ գիտակցումով մոտենան եւ գիտեմ նաեւ, որ երբեմն ընտանիքներն են կաշկանդվում նրանց արած հայտարարությունների կամ նրանց արած հարցազրույցների, դրանցում հնչած մտքերի համար, պետք չէ դրանցից կաշկանդվել, բոլորը շատ լավ հասկանում ենք, թե ինչ պայմաններում են դրանք եղել։ Սոցիալ նախարարությունից էլ մեծ զրույցում ասացին, որ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում են համակարգված։ Վերջերս տեղափոխվածները գտնվում են պետական հոգացության ներքո եւ ըստ ցանկության կապ են հաստատում կամ կարող են հաստատել իրենց հարազատների հետ։ Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, ABC Media։
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արտգործնախարարը շեշտել է, որ Մոսկվան մնում է Երևանի հիմնական առևտրային գործընկերը եւ պատրաստ է ընդլայնել գործակցությունը։ Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է Եվրամիության անդամակցության հետ։ Նույն հայտարարությունն արել է նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Նրա խոսքով Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքի առջև։ Հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հայերը հավանաբար նույնպես պետք է իրենց տան այս հարցը, ասել է Օվերչուկը։ Իսկ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը, սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքը, հայտնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Թիմը գնահատելու է տեխնիկա-տնտեսական հնարավորությունները եւ մշակելու է առաջարկներ երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ։ Հայաստանում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթը։ Ազգային ժողովում հանդիպում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Իսկ մինչ խորհրդարանում ընթանում էր հանդիպումը, դրսում ակցիա էր հաջակցություն քաղբանտարկյալների։ Հավաքվածները պահանջում էին, որ միջազգային հանրությունը գործածի իր լծակները ու աչք չփակի Հայաստանում իրականացվող այս ապօրինի գործողությունների վրա։ They came to Armenia, speak about human rights. Նրանք գալիս են Հայաստան, խոսում մարդու իրավունքների, կյանքի, ազատությունների եւ հնարավորությունների մասին, սակայն հիմա նրանք նույնիսկ չեն ուզում նկատել քաղբանտարկյալներին այստեղ, Հայաստանում։ Նրանք գալիս են այստեղ, խոսում մարդու իրավունքների, կյանքի եւ ազատությունների մասին, բայց հիմա նույնիսկ հրաժարվում են խոսել Բաքվի բանտերում հայերի տառապանքների մասին։ Չի կարող մի մրցանակ շնորհել մի բռնապետի, որ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին տևական ժամանակ, խոստանքելով, տոտալ իրենց իրավունքները խախտելով եւ պատանդի կարգավիճակով պահելով բանտում։ Մեր պահանջը շատ հստակ է՝ խոսել արդարության մասին, չթաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում է միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Կրոնական կազմակերպություններն էլ աշխարհի տարբեր ծայրերից իրենց մտահոգությունն են հայտնել քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում եկեղեցու դեմ ուղղված Հայաստանի կառավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունների առնչությամբ։ Ըստ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելի եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը վտանգում է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը։ Դանիայի եկեղեցիների խորհուրդը կոչ է անում Հայաստանի իշխանությանը պաշտպանել Հայաստանի դարավոր քրիստոնեական ավանդույթը եւ ապահովել, որ երկխոսությունն, իրավական անվտանգությունը եւ հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության առաջնորդող արժեքներ։ Դատախազությունն ABC մեդիայի գրավոր հարցման ի պատասխան հայտնել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որևէ քրեական վարույթ հարուցված չէ։ Հիշեցնեմ, ավելի վաղ քրեական վարույթ էր նախաձեռնվել Մայրաթորի դեմ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն վարույթը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու եւ դրա չկատարմանը դրդելու փաստին։ Միջազգային լրահոսից Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը 55,000 է։ Ըստ նրա խոսքը ինչպես կադրային զինվորականների, այնպես էլ մոբիլիզացվածների մասին է։ Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ կան մեծ թվով անհետ կորած զինծառայողներ։ Մելանիա Թրամփն էլ հայտարարել է, որ շատ շուտով կարող է առաջընթաց գրացվել Ռուսաստանի Դաշնությունից ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում։ Իսկ Աբու Դաբիում շարունակվել են Ուկրաինայի հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինա եւ Միացյալ Նահանգներ եռակողմ ձևաչափով բանակցությունը։ Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի հեռախոսով գերազանց զրույց է ունեցել չինացի գործընկեր Սի Ցзինփինի հետ։ Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ կարևոր հարցեր, այդ թվում առևտուրը, Թայվանի խնդիրը եւ ապրիլին Պեկին այցելելու Թրամփի ծրագրերը։ Միջազգային լուրերը Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նոր եռակողմ բանակցությունների փուլ է սկսվել Միացյալ Արաբական Էմիրություններում, նպատակ ունենալով վերջ դնել պատերազմի 4 տարիների ընթացքում մեծաթիվ մարդկային եւ ենթակառուցվածքային կորուստներին։ Խոսակցությունները շարունակվում են, սակայն հակամարտության հիմնական կետերը, հատկապես տարածքային հարցը, դեռ համաձայնեցված չեն։ Եվրամիությունը համաձայնության է եկել Ուկրաինային 90 միլիարդ եվրո հատկացնելու մեխանիզմի շուրջ։ Ըստ համաձայնագրի 60 միլիարդ եվրո կհատկացվի ռազմական օգնությանը, իսկ 30 միլիարդ եվրո Ուկրաինայի բյուջետային ծախսերին։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կկայանան ուրբաթ Մասկատում։ Աքսիոսի փոխանցման արաբական մի շարք երկրների առաջնորդներ համոզել են Դոնալդ Թրամփին չեղյալ չհամարել հանդիպումը։ Միացյալ Նահանգների վարչակազմը համաձայնել է հանդիպմանը, թեև թերահավատ վերաբերմունք ունի բանակցությունների արդյունավետության հարցում։ Բանակցությունները կանցկացվեն երկկողմ ձևաչափով, կենտրոնանալով բացառապես Իրանի միջուկային ծրագրի վրա։ Իրանը պաշտոնապես հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների տապալման մասին տեղեկությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել օմանցի գործընկերներին կազմակերպչական աշխատանքի համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի համար ներկայացրել է արհեստական բանականության անկախ միջազգային գիտական պանել, որը կսահմանափակի նոր տեխնոլոգիաների բացասական ազդեցությունները։ Միաժամանակ ՄԱԿ-ը հայտարարել է մարդկային եղբայրության միջազգային օր, որն ընդգծում է համամարտկային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Ճապոնիայի հյուսիսում եւ ճապոնական ծովի ափին առադյան հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, եւս 413 մարդ վիրավորվել է։ Ամենաշատ մահերը գրանցվել են Նիիգատայում, Ակիտայում եւ Յամագատայում։ Տուժած շրջաններ են նաեւ Հոկայդոն եւ Աոմորին։ Իշխանությունը բնակչությանն օգնելու համար տուժած շրջաններ է ուղարկել բանակային ստորաբաժանումների։ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլան Կորտյան քաղաքում։ Ոչ միայն սպորտային խաղերին են հետևում, այլև քաղաքական բարդ իրավիճակներին, որոնք կապ ունեն անվտանգության ու բոյկոտների հետ։ Անի Աբաղյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։